Եթերում 2026 թվականի Զինուշ հեռուստածրագրի առաջին թողարկումն է, բարի երեկո։ Թողարկման մեջ տեղ գտած թեմաների մասին նախ համառոտ։ Հոր և դստեր երկար սպասված հանդիպումը, ժամկետային զինվորն անակնկալ արձակուրդ է եկել փոքրիկի ծննդյան օրը։ 2026-ը սեփական հարկի ներքո բանակի սպա մայոր Արա Ավագյանն ու իր ընտանիքը պետության օժանդակությամբ կառուցում են իրենց տունը։ Կերակուր պատրաստված զինվորի ձեռքով Պաշտպանության նախարարության պարենային ծառայության նախաձեռնությամբ զինվորներն այցելել են Զատիկ երեխաների աջակցության կենտրոն և ուտեստներ պատրաստել սաների համար։ Ամուր ենթակառուցվածքներ և շուրջօրյա զգոնություն, անկախ եղանակային պայմաններից բանակային դիրքերում ծառայությունը ընթանում է բնականոն հունով։ Մեր հաջորդ տեսանյութը ժամկետային զինծառայող Յուրա Մկրտիչյանի մասին է, որը ծառայության բերումով երկար ժամանակ բացակայել է տնից և հնարավորություն չի ունեցել տեսնելու նորածին դստերը։ Զինուժի նկարահանող խմբի նախաձեռնությամբ զինվորը անակնկալ արձակուրդ է ստացել։ Դստեր մեկամյակին արձակուրդ մեկնելն ու ընտանիքի կողքին լինելը ոչ միայն Յուրայի, այլև ամբողջ ընտանիքի համար էր անակնկալ։ Զինվորի և դստեր ջերմ ու հուզիչ հանդիպումը մեր գործընկեր Տաթևիկ Աբրահամյանն է ներկայացնում։ Փոքրիկ այս աղջիկը տոնում է ծննդյան 1 ամյակը։ Ընտանիքի և հյուրերի շարքում փոքրիկն ու իր մայրը Էլենը փնտրում են հարազատ մի դեմք, ժպտացող աչքեր, որ իրենց նայում է առանձնահատուկ սիրով։ Աղջիկս նոր էր ծնվել, չկար 2 ամսական, ամուսինս զորակոչվեց բանակ, դժվար էր սկզբի օրերին, բայց հետո կամաց-կամաց ոնց որ հարմարվեցինք։ Անգելի հայրը Յուրա Մկրտիչյանը ժամկետային զինծառայող է, շուրջ 1 տարի է ծառայում է Հայաստանի հարավային զորամասերից մեկում։ Մոտոհրաձգային ստորաբաժանման զինծառայող է։ Յուրան իր մասնագիտական գիտելիքները կատարելագործելու համար ջանք ու եռանդ չի խնայում։ Ասում է, զինծառայության հագեցած առօրյայի շնորհիվ է, որ կարողանում է փոքրինչ հաղթահարել ընտանիքի, հատկապես կնոջ ու դստեր կարոտը։ Ընտանիքիցս մի տարի արդեն հեռու եմ։ Դժվար է այդ կարոտը մի քիչ դիմադրելը, բայց դե հասկանում ենք, որ նաև հայրենիքի պարտքը պետքա տանք, շատ կարևոր է այդ մեր համար։ Շատ բան ենք սովորել այստեղից, սովորել ենք ինքնուրույնություն, ամենակարևորը սառը դատել, ճիշտ պահին ճիշտ գործողություններ կատարել։ Թեև փոքրիկ Անգելը հորը տեսել է ընդամենը 1-2 անգամ, բայց զինվորական տեսնելիս ուրախությունից թռչկոտում է։ Էլենն իր հերթին ամեն ինչ անում է, որ աղջնակը չմոռանա հոր դիմագծերը։ Ուրա պապան Անգել։ Կարոտն այսպես է հաղթահարում նաև ընտանիքի հայրը։ Յուրան ազատ ժամերին ծոցագրպանից հանում է ընտանիքի լուսանկարներն ու վերհիշում միասին անցկացրած գեղեցիկ պահերը։ Հետո զանգահարում է կնոջն ու հետաքրքրվում նրանց որպիսությամբ։ Երբ ծննդյան տորտն արդեն կտրել էին և թվում էր, թե օրն արդեն ավարտվում է, Յուրայի և ընտանիքի համար կատարվեց անսպասելին։ 2026 թվականին ամանորի և սուրբ ծննդյան կապակցությամբ և որպես օրինակելի և բարեխիղճ զինծառայող բրիգադիր Անտարի կողմից քեզ հատկացվում է 10 հիմնական արձակուրդ։ Շնորհակալ եմ շատ, անակնկալ։ Եվ ստացվեց անակնկալը։ Հա, շատ լավ անակնկալ էր։ Շնորհակալ եմ մեր հրամանատարական կազմին, որ հնարավորություն ընձեռեցին, որ աղջկաս ծննդյան օրը իր կողքին լինեմ։ Յուրան չշտապեց ընտանիքին ասել անակնկալ արձակուրդի մասին։ Շուրջ 250 կիլոմետր ճանապարհ և ժամկետային զինծառայողն արդեն Երևանում է։ Կնոջ համար ծաղիկներ, իսկ 1 ամյա դստեր համար նվերներ գնելուց հետո նրան ուղեկցում ենք տուն։ Հոգու խորքում այդքան էլ տոնական տրամադրություն չկար, ուզում էինք, որ ամուսինս գա, միասին նշենք։ Հենց այս ակնթարթներն են, որ դառնում են կյանքի իրական հրաշք։ Այսպիսով, ամանորը պարզապես տոն չէ, այն նաև ընտանիքի սիրո և միասնության խորհրդանիշն է։ Տաթևիկ Աբրահամյան, Ռուբեն Մնացականյան, Զինուշ։ Զորակոչվել ես բանակ ու մտածում ես, ինչպես է անցնելու կյանքիդ նոր շրջափուլը։ Հնարավոր է արդյոք ծառայել Հայաստանի Հանրապետությանը ու միաժամանակ բարձր աշխատավարձ ստանալ։ Ծառայելուն զուգահեռ բարձրագույն քաղաքացիական կրթությամբ զբաղվել։ Հաճախակի լինել տանը, ընտանիքիդ կողքին։ Զորացրվելիս էլ տուն վերադառնալ 5 միլիոն դրամ բաթովճարով։ Այո, այդ հնարավորությունը քեզ տալիս է Պաշտպան հայրենիաց ծրագիրը։ Սա ժամկետայինից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու բացառիկ հնարավորություն է յուրաքանչյուր նորակոչիկի համար։
Ցանկություն հայտնի իր պայմանագիր կնքել 5 տարի ժամկետով եւ կծառայես բնակության այդ վայրին մոտ Զորամասում, կստանաս բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, իսկ հատեստավորման արդյունքում նաեւ աշխատավարձը բազմապատկելու հնարավորություն։ Եվ սա դեռ ամենը չէ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին կստանաս ուշադրություն 5 միլիոն դրամ պատվովճար։ Գումարն էլ կտնօրինես ինչպես ուզում ես։ Հետաքրքրեց, ուրեմն կատարիր քո ճիշտ ընտրությունը հենց հիմա։ Եվս մեկ լուսավոր պատմության մասին 2026-ը հաջող մեկնարկ է բանակի սպա մայոր Արա Ավագյանի և նրա ընտանիքի համար։ Ավագյանները միասին հաղթահարել են բազմաթիվ դժվարություններ և այսօր 4 որդիների հայրը պետության օժանդակությամբ տուն է կառուցում, իրագործելով վաղեմի երազանքը։ Արա Ավագյանը երկար տարիներ ծառայում է զինված ուժերում։ Նա այն սպաներից է, որը նվիրումով ու պատասխանատվության բարձր զգացումով է կատարում ծառայողական պարտականությունները։ Այժմ մայոր Ավագյանը ուսումնական ստորաբաժանումներից մեկի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալն է։ Մայոր Արա Ավագյանն արդեն 2 տասնամյակ է ծառայում է զինված ուժերում։ Նա ստորաբաժանման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալն է։ Երիտասարդ պատմաբանը որոշեց փոխել կյանքի ուղին եւ ընտրեց մասնագիտություն, որտեղ աշխատանքը ոչ միայն կարգապահության, այլև մարդկային փոխհարաբերությունների վրա է հիմնված։ Մայորի զինվորական ճանապարհն էլ հեշտ չէր։ Ծառայության առաջին օրից մինչև այսօր բազում դժվարություններ, քառօրյա մարտական գործողություններ, 44-օրյա պատերազմ։ Բոլորն էլ անցել է պատվով, եղել բանակի, իր զինվորի ու սպաների կողքին։ 21 տարի է զինված ուժերում ես ծառայում եմ ու չի եղել դեպք, որ ես զղջամ, որ ընտրել եմ զինվորականի ուղին։ Մայոր Ավագյանը ծառայության մեջ կարևորում է հատկապես սպա զինվոր փոխադարձ վստահությունը։ Նա Զորամասում անուն առ անուն գիտի տղաներին։ Ուսումնառության ողջ ընթացքում աջակցել եւ գոտեպնդել է նրանց, որ հայրենիքի պաշտպանի իրենց գործը կատարեն փառքով։ Բոլորը մեր երեխաներն են, տալիս ենք այն ամենը, ինչը անհրաժեշտ է, որպեսզի մեր զինծառայողները տեղափոխվելով իրանց զորամասերը կարողանան իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարել։ Զինվորականի գործը նվիրում է պահանջում, ասում է սպան եւ վստահեցնում համազգեստ գրող յուրաքանչյուր ոպ գիտակցում է այն մեծ պատասխանատվությունը, որը դրված է իր ուսերին։ Կուրսանտ Հադևոսյանը պատրաստ է մարտի։ Կատարում ենք ազգանվեր գործ, քանի որ մեր հայրենիքի համար ծառայում ենք, որպեսզի մեր հայ ժողովուրդը անվտանգ ապրի։ Ծառայությունից հետո Արա Ավագյանին սպասում է ընտանիքը՝ մայրը, կինը եւ 4 որդիները։ Ավագը Կարենն է, հետո Արենը, Դավիթը եւ կրտսերը Ալեքսը։ Եղբայրներին այսպես զինվորական հագուստով հաճախ կարելի է հանդիպել։ Ընտանիքում բոլորը գիտեն, նրանք հայրիկի պես զինվորական են դառնալու։ Կարեն, որ մեծանաս, ինչ ես դառնալու։ Մեր հայ ազգում պետք է լինեն շատ զավակներ, որպեսզի համալրելով մեր զինված ուժերի շարքերը ծառայեն մեր հայ ժողովրդի համար։ Հպարտ եմ շատ, որովհետև մենք միասին հաղթահարել ենք բազում փորձություններ եւ մինչև հիմա էլ հաղթահարում ենք։ Կարելի է ասել, որ փորձություններն արդեն անցյալում են։ Երեխաները սեփական տան բակում են վազվզում։ Այսում տունն է։ Մեկ տունն է։ Պետությունը 21 միլիոն դրամ գումար է հատկացրել Ավագյաններին իրենց տունը կառուցելու եւ տարիների երազանքն իրագործելու համար։ 21 տարի ապրում եմ ես Վարձով, կունենանք սեփական օջախ, սեփական տանիք։ Սա էլ Ավագյաններին պատկանող ջերմոցն է, որը որպես բազմազավակ ընտանիք աջակցություն են ստացել։ Այն նաև ընտանիքի մյուս անդամների համար զբաղվածություն եւ կայուն ապագայի հնարավորություն է։ Հիմա նախապատրաստական աշխատանքներ ենք տանում, որպեսզի գարնանը արդեն մշակեն, հիմնական աշխատանքներով զբաղվում է կինս եւ մայրս։ Առաջի անգամ ենք զբաղվում ջերմատան մշակաբույսերով, կամաց կատարելագործ ունենք։ Եվ այսպես նախորդ տարին Ավագյաններն ամփոփում են միասին, վերհիշելով ջերմ պահերը, երջանիկ ակնթարթները։ Իսկ զինված ուժերի սպա մայոր Արա Ավագյանի եւ իր ընտանիքի ցանկությունն ու միակ մաղթանքը մեկն է՝ խաղաղություն բոլորիս։ Լաուրա Մամյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուշ։
Բանակ հասարակություն կապի ամրապնդման ուղղված միջոցառումները շարունակական բնույթ են կրում։ Դրանք նպաստում են փոխադարձ վստահության եւ համագործակցության խորացմանը։ Այդ օրինակ միջոցառումներից մեկն էլ օրերս տեղի ունեցավ Պաշտպանության նախարարության պարենային ծառայության նախաձեռնությամբ։ Տարվա ընթացքում առաջադիմությամբ աչքի ընկած 5 զինվորներ այս շաբաթ այցելել են Զատիկ երեխաների աջակցության կենտրոն։ Զինվորները կենտրոնի սաների համար կերակուր են պատրաստել եւ անակնկալ մատուցել։ Այլ մանրամասները տեսանյութում։ Զինված ուժերի զորամասերից մեկի տարվա ընթացքում գերազանց առաջադիմությամբ աչքի ընկած ժամկետային զինծառայողներն այցելել են Զատիկ երեխաների աջակցության կենտրոն Սուրբ Ծննդյան տոնին սաներին անակնկալ մատուցելու նպատակով։ Տղաները ժամանակ չեն կորցնում, հագնում են խոհանոցային արտահակուսն ու անցնում գործի։ Կենտրոնի խոհարարների հետ այսօր նրանք են պատրաստելու տոնական սեղանի ավանդական կերակրատեսակները։ Միջոցառումը նախաձեռնել էին Պաշտպանության նախարարության թիկունքային ապահովման վարչության պարենային ծառայության բաժնի սպաները։ Սաներին հյուրասիրելու նպատակով նրանք իրենց հետ կենտրոն են բերել այն սննդատեսակները, որոնք Սուրբ Ծննդյան տոնին համտեսելու են նաև զինվորները։ Չամիչով ու բրնձով փլավ, ձուկ ու ոչ միայն։ Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների ջերմությունը մեր կողմից եւս փոխանցելու նպատակով զինվորների հետ այցելել ենք Երևանի Զատիկ երեխաների աջակցության կենտրոն։ Որպես զինվորական կարևորում եմ, որ նրանք միշտ զգան պետության եւ բանակի աջակցությունը։ Նույն ոգևորությամբ ժամկետային զինծառայողները զարդարում են տոնական սեղանն ու անհամբերությամբ սպասում օրվա հերոսներին։ Փոքրիկների մտքով չէր էլ կարող անցնել, որ տոնական ուտեստներն իրենց համար պատրաստելու եւ հյուրասիրելու են հայրենիքի պաշտպանները, հենց այն զինվորները, որոնց ամանորի գիշերը նամակ էին գրել ու շնորհակալություն հայտնել իրենց անհոգ ու խաղաղ մանկությունը ապահովելու համար։ Միասին ճաշելուց հետո Զատիկ երեխաների աջակցության կենտրոնի սաները զինվորներին հրավիրում են իրենց խմբասենյակ, այնտեղ, որտեղ զարդարել են տոնական եղևնին։ Ժպտուն ու զարմացած աչուկներ, անկեղծ գրկախառնություններ ու բազմազան հարցեր։ Րոպեների ընթացքում կենտրոնի սաներն այնքան մտերմացան զինվորների հետ, որ նրանց գրկից իջնել չէին ցանկանում։ Մեկը մյուսին հերթ չտալով սովորում էին, թե ինչպես պետք է պատվի առնել ու զինվորին վայել կեցվածքով քայլել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր համավատարական անձնականներին, որ նման հնարավորություն են մեզ ընձեռել երեխաների հետ շփվելու, իրանք մեզ ճանաչելու, մենք իրան ճանաչելու։ Զինվորական առօրյայից դուրս մեծ հաճույքով շփվեցինք երեխաների հետ, իրանց աչքի մեջ այդ փայլը տեսանք, երբ որ սնունդը մատուցեցինք իրանց համար դա շատ անակնկալ էր, ինչը ինձ շատ ուրախացրեց։ Եթե հնարավորություն լինի, անպայման մյուս անգամ մենք կայցնենք երեխաների հետ շփվելու, որտեղ արդեն լիքը երեխաների հետ ծանոթացել ենք, ընկերացել ենք։ Այցը երեխաներին իմ զինծառայողից ընկերների հետ զգացի, որ շատ երջանկացրեց իրանց։ Կենտրոնի տնօրեն Հասմիկ Մանուկյանը վստահեցնում է, սաներն այստեղ դասերակվում են հայրենասիրական ոգով, հետևաբար այս անակնկալը փոքրիկները դեռ երկար կհիշեն։ Նման նախաձեռնությունները շատ կարևոր են երեխաների համար, որովհետև այս սաները նաև մեր ապագա զինվորներն են եւ նրանք տեսնելով մեր զինվորներին հասկանում են, որ զինվորները ոչ միայն պաշտպանում են բանակը, այլ նաև հոգ են տանում իրենց մասին։ Եվ վերջում եւս մեկ անակնկալ։ Կենտրոնի դաշնակահարուհուն իր երաժշտական գործիքով նվագակցում է ժամկետային զինծառայողը։ Երեխեք ջան, իսկ ուզեք ես ունկեր շաքեն ձեզ համար նվագենք։ Հրաժեշտն առանց նվերների լինել չէր կարող, ինչպես թիկունքային ապահովման վարչության պարենային ծառայության բաժինը, այնպես էլ Զինուժ մեդիա պետական հիմնարկը կենտրոնի սաների համար պատրաստել էր նվերներ, փոքրիկների օրը լիարժեք տոն դարձնելու համար։ Այսպիսով կարելի արձանագրել, որ անակնկալը լիարժեք ստացված է։ Տաթևիկ Աբրահամյան, Հայկ Չիլինգարյան, Զինուժ։
Եվ վերջում ինչպես է անցնում ծառայությունը բանակային դիրքերում։ Հանրապետության բարձրադիր գոտիներում դիրքապահները շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը անկախ եղանակային անբարենպաստ պայմաններից։ Ձմռանը նախապատրաստվել են ինչպես հարկն է, ամրացնելով բոլոր ենթակառուցվածքները։ Մեր գործընկերն Այրա Համբարձումյանն այս շաբաթ այցելել է Հանրապետության արևելյան սահմանագոտու բանակային դիրքեր, որտեղ զինծառայողները պատվով եւ պատասխանատվությամբ կատարում են առաջադրված խնդիրները։ Ձմեռային բնապատկերն էլ ավելի է աչքշոյում պարսկա եղանակին արևի առատ լույսի ներքո, իսկ այստեղ լավ գիտեն ձմռան արևը խաբուսիկ է, ավելին զգուշացում, որ առաջիկայում էլ ավելի առատ տեղումներ են սպասվում, ուստի հերթափոխերն անարգելու արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է անհապաղ համապատասխան միջոցներ ձեռք առնել։ Միջդիրքային եւ հատուկ նշանակության ճանապարհները սպասարկվում են շուրջօրյա ռեժիմով։ Ձնամաքրման աշխատանքներում անհրաժեշտության դեպքում ներգրավում են նաեւ լրացուցիչ աջակցող ուժեր։ Օրվա ընթացքում քանի ժամ եք աշխատում։ Մի 10-11 ժամ երեկ տենց։ Այսինքն շուրջօրյա անպայման։ Եթե պետք է լինի մի լավել ենք մնում, որ ճանապարհները բոլոր բացենք, մաքուր լինի։ Նույն ճանապարհը անհրաժեշտության դեպքում 2 անգամ եք անցնում օրվա։ Կարող է 3 անգամ էլ անցնեմ, մինչև բացվի։ Տեսա անցել եմ, չէ՞, մի քիչ մնացել է այդտեղ։ Էսի կարող պատահի մեքենաները լավ չանցնեն։ Գիշերն էլ եք մաքուր։ Անպայման։ Եթե պետք է լինի, լուսերը կա, միացնում ենք ու աշխատում ենք։ Իսկ արդեն առաջիկա դիրքում պետական սահմանի այս հատվածի պահապաններն են մեզ դիմավորում։ Հրամանատարը տեղում ծանոթանում է սահմանագծի իրադրությանը, հարց ու փորձ անում եղանակային բարդ պայմաններում հերթափոխերի իրականացման համար կարիքների, հավանական ռիսկերի առկայության մասին։ Անմիջական զրույցի ընթացքում հրամանատարը լսում է զինծառայողների առաջարկություններն ու ողջունում այս կամ այն հարցում տղաների նախաձեռնողականությունը, ծառայության արտակարգ պայմաններում ինքնուրույն որոշումներ կայացնելու պատրաստակամությունն ու դիրքի ավագի շուրջ համախմբվածությունը, ընդգծում հրամանատար զինվոր առողջ համագործակցության ու վստահության արդյունքում անթերի իրականացվող հերթափոխերի կենսական կարևորությունը պետական սահմանի պահպանության համար։ Ծառայությունը մարդու կյանքում մեծ փոփոխության մի հատ փուլ է, որ մարդը այդ փուլը անցնելով շատ ու շատ է փոխվում իր կյանքում, թե դժվարություններին հանդիպելով, թե դժվարությունները հաղթահարելով, ամենայն պատասխանատվությամբ փորձում ենք պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Այս ամիսներին ինձ բանակը տվել է ինքնավստահություն, ինքնուրույնություն, ավելի կազմակերպված եմ դարձել, պատասխանատու եմ դարձել ինքս իմ հանդեպ, իմ ընկերների հանդեպ եւ բնականաբար այդ պատասխանատվությամբ էլ պահպանում ենք մեր սահմանը։ Սկզբում դժվար էր ադապտացվել այս պայմաններին, բայց ժամանակի ընթացքում ադապտացվենք։ Երևի դա էլ է ձեռք բերում։ Իրավիճակը անձնակազմի վերահսկողության ներքո է եւ սա նաեւ սեզոնային մարտահրավերներին նախապես պատշաճ պատրաստվելու արդյունքում է։ Նախապատրաստական փուլը սկսվում մինչև առաջին ձուն տեղալը է։ Հիմնականում տևում է մոտավորապես մի ամսվա կարգի, մի ամսվա ընթացքում մենք անում ենք։ Անձեռնամխելի սնունդը, անձեռնամխելի ջուրնա դիրքերում վառում ենք մենք քարածուխ։ Ու քարածուխի հիմնական վառելիքի ապահովումներն են կատարում։ Բան գնդապետ, ինչ հասել է անձեռնմխելի սնունդ։ Բուք եղանակի պատճառով ճանապարհները, որ փակ լինեն, սնունդը չհասցնենք, կա համապատասխան սնունդ, համապատասխան ջուր, որ անձնակազմը պետք է օգտագործի։ Դա հաշվարկված օրերով տված է, ըստ անձնակազմի քանակի։ Տրված է այդ սնունդն ու այդ ջուրը դրա յուրաքանչյուր բանակային դիրքում ըլում է դա։ Դա անձեռնամխելի սնունդն է։ Անցնող տարվա ընթացքում նաև մեծածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացվել, մանրամասնում է ստորաբաժանման հրամանատարը։ Կարելի ասել մենք արդեն ավարտել ենք մեր հիմնական ինժեներական աշխատանքները, բոլոր դիրքերում մեր մոտ քարե կացարաններ են։ Խրամատային համակարգը ամբողջ խրամուղիները կարելի ասել վերջացրած է։ Դիտակետերն ու խրամուղիները, ինչպես դուք տեսնում եք, գաբիոներով, քարի գաբիոներով, խրամատները հիմնականում երեսապատված են քարով։
մեծամասնությունը երեսապատված է քարով, որպեսզի սողանք չլինի, այսինքն հողը չքանդվի լցվի իրանց աշխատած տեղը։ Կրակակետերը բոլորը, փակ կրակակետերը, փակ դիտակետերը անձնակազմի ուժեղ աշխատում է, շատ բարձր մակարդակի աշխատում է։ Մի քիչ ուժերի լարումով, բայց պետք է որպեսզի վերջնականին հասցնենք։ Ցուցալարային կապը գետնատնակ դիտորդ գործում է հարևան դիրքերի հետ, նույնպես գործում է ռադիոկապը ունենք հոբի հետ, հոբի կառավարման կետի հետ ունենք նույնպես ռադիոկապ, տեսանցիկացման համակարգում ենք, աշխատում է։ Այս զգացողությունը, որը ունեցել եմ բանակային դիրքում, շատ ուրիշ են եւ անբացատրելի եւ վստահ եմ, որ միջև կյանքիս վերջ այս ամենը հիշելու եմ։ Այս տարի ու կեսվա ընթացքում բանակը շատ բան է տվել, թե հոգեպես, թե ֆիզիկապես ավելի ամրապնդվել են, ավելի ինքնավստահ են, շատ ինքնավստահ են։ Ու Աշոտը էլի ինքնավստահ, շատ ինքնավստահ կկանգնի պետական սահմանի իրեն վստահված բանակային դիրքում։ Վարպետ Գառնիկը հերթական պտույտը կանի միջդիրքային ճանապարհներին ու մի փոքր դադար կառնի տղաների մոտ։ Հետո էլի կբարձրանա մեքենայի խցիկն ու հռնդյունով կանցնի հանդիպակաց սարերի հետևը, ինչպես ինքն է ասում, դիրքապահ զինվորին հաց ու ջուր հասցնողի ճամփան բացելու։ Ահա այսպիսին է կյանքը հայրենիքի սահմանին, ուր ամեն օր են համոզվում։ Խաղաղ լուսաբացները թանկ են, շատ թանկ։ Նաիրա Համբարձումյան, Հովանես Գրիգորյան, Զինուշ։ Գուրգեն ջան, բարի լույս։ Բարև Գասպարյան ջան, ո՞նց ես։ Ոչինչ, չեմ հարմարվում։ Երկու ամսով գնում եմ գյուղ։ Մի քիչ ցրվում եմ, մինչև հասկանամ ինչ եմ անում։ Դյա, Գասպարյան ջան, այդ քեզնից չի։ Մի հատ լավ գործ գտի, փողը շատ գործնել նախկինից թեթև։ Տենց շատ լավ մի երկու առաջարկ արել են, բայց չեմ հարմարվում, երկու շաբաթից ավել չեմ դիմանում։ Քոնը բանակն է, եղբայր։ Աստված քեզ հետ։ Կառավարությունը ուշադրվել է Հայաստանի Հանրապետության համապարփակ եւ ընդլայնված մրցակցության։ Այսօրվա մեր դասը այնքանով է կարևոր, որ եթե տեսականը չյուրացնեք ինչպես որ հարկն է, մարտի դաշտում ունենալու եք լուրջ խնդիրներ։ Նիստի ընթացքում գործադիր օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Ուշադրություն, գրոհի առաջ։ Պարոն գնդապետ, որոշել եմ թոշակի անցնել։ Գասպարյան, ես գիտեմ, մի օր հետ ես գալու։ Փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ու պետական կենսաթոշակների մասին օրենքներում։ Զինված ուժեր վերադառնալու դեպքում կենսաթոշակի անցած սպաները կարող են շարունակել ծառայությունն ու պահպանել թոշակը։ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական փաթեթի կարևորության մասին խոսել է Պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել զինված ուժերի կարևոր ուղղություններում, պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։ Քոնը բանակն է, եղբայր։ Խնդրում եմ վերականգնել ինձ ծառայության։ Գումարտակ, հավսար, զգաս, ողջույն ձեզ։ Այո, իմը բանակն է։ 1 1
Եթերում զինուժներ, մենք ամփոփում էինք անցնող շաբաթը։ Բանակային նորություններին հետևեք նաև առցանց սոցիալական մեդիա հարթակում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն տեղում, նույն ժամին, կրկին առանձնացնելով եւ ամբողջացնելով զինված ուժերի առօրյային վերաբերող թեմաները։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչեւ նոր հանդիպում։